Ես հիմա ուզում եմ խոսել Վիսկոնսին նահանգում Supreme Court ունի, նահանգային գերագույն ատյան ունի, որտեղ մեկ դատավոր այդ Supreme Court-ի համար պիտի ընտրվեր։ Դեմոկրատ մեկ դատավոր այնտեղ իր տեխնացություններ դրել եւ նախքին դատախազը նահանգային նա ռիփաբլիկան էր իր տեխնացություններ դրել։ Նախագահ Թրամփ եւ Իլոն Մասկ աշխարհի ամենամեծահարուստը այդ ռիփաբլիկանին են օգնում, իսկ դեմոկրատները որոշ նահանգային դեմոկրատներ մյուս տեխնացուին Crawford անունով նրան էին օգնում եւ մինչ հիմա այսպես նահանգային դատարանների կամ քորթի դատավորների համար այսպես գումար չեն ծախսել ինչ որ ծախսեցին այդ նահանգում երկու կուսակցություն դեմոկրատները եւ ռիփաբլիկան ինչ կարող էին արին անգամ Իլոն Մասկ գնացել էր այնտեղ մարդկանց ասում էր որ այս թղթիկը ստորագրեք որ կմասնակցեք ընտրության $100 փող պիտի տանք այդ հարցը իհարկե փող տակ մեկը չկարող ասեք $100 կտամ ինձ քվետուր բայց ընտրության մասնակցելով ասելով թուղթ ստորագրեն բնականաբար երբ որ իր մարզի հետ խոսում են ասում են որ Իլոն Մասկը ռիփաբլիկաններին է հիմա հովանավորում ուրեմն խրախուսում էին որ դատավոր ընտրեն այդտեղ հիմա բանից դուրս է գալիս որ Իլոն Մասկը այդ նահանգում դատ կա իր դեմը ուրեմն ով կլիներ Supreme Court-ի նահանգային Supreme գերագույն ատյանի դատավոր ընտրվի որովհետև այս վարքյանից 4 դեմոկրատներ էին 3 ռիփաբլիկան դատավորներ էին եւ մեկը իր ընտրության ժամանակն էր որ հրաժարվել էր ուրեմն ով կընտրվեր ահա այսպես ուղղությունը այդ դատարանի եթե դեմոկրատ ընտրվեր 4 կլինեին ուրեմն դեմոկրատները իրենց գաղափարները կարող էին գործադրեին օրինակ երեխա վիժելու հանգամանքը դեմոկրատները համաձայն են որ կինը կարողանա երեխան որոշի որ ուզում է վիժի թե չվիժի ուրիշ այսպես հարցեր կա եւ ամենայն դեպս այս ընտրությունը տեղի ունեցավ եւ այդ Crawford կինը որ դեմոկրատ էր եւ դատավոր էր բայց հիմա գերագույն ատյանի համար իր տեխնացություն դրեր 10 տարվա համար ընտրվեց ես այստեղ ուզում եմ ցույց տալ որ տեսնեք ցախում տեսնում եք այդ կինն է դեմոկրատների կողմից հովանավորված Crawford անունով դատավորները իրենք չպիտի կուսակցական պատկանելիություն ունենան բայց հակումները իրանցը ինչ որ աչում իհարկե ռիփաբլիկաններ որ նախքին գլխավոր դատախազը եղել այնտեղ abortion-ի համար օրինակի համար երեխա վիժելը հիմա ուրեմն դա կմնա շուտով redistricting ուրեմն տարածքները պիտի որոշեն հիմա որովհետև դեմոկրատ են միցև գծագրությունը միցև կլինի որ ավել հեշտ կլինի դեմոկրատ ընտրվի եթե վերջնական Supreme Court-ը պետք է իր վճիռը տա այդ հարցի վրա ռիփաբլիկանները շատ հույս ունեին որպեսզի իրենք ընտրվեին իրենք կարողանային տարածքները ստեղծեին որ ավել հեշտ լիներ ռիփաբլիկան ընտրվեին ամենայն դեպս սա վիճակն է ինչ որ ընտրությունը տեղի ունեցավ եւ Իլոն Մասկն է նախքան ընտրության արդյունքը տեսնում եք այստեղ Վիսկոնսինը պանիրի նահանգի շատ պանիր արտադրող նահանգներից է տեսնում եք պանիրը ինչ որ Իլոն Մասկը իր գլխի վրա էր դրել այս այդ ասում է որ դուք դատավորներ որ ակտիվիստեն մի ընտրեք բայց ինքը նպատակ այդ էր որ ռիփաբլիկանին ընտրեք բայց եւ այնպես չհաջողեցին իրենց նպատակներ Իլոն Մասկը ինքը անձամբ $12 միլիոն նվեր է տվել մարդկանց եւ ահա այսպես գումար է հատկացրել որպեսի աչում դատավորին ընտրեին որ Թրամփը նաեւ
համաձայն էր, ասաց է 80 միլիոն դոլարից այդ երկու տեխնացուի ընտրությանը իշահ մեկին կամ մյուսին գումար են ծախսել, որ սա չտեսնված է որևէ նահանգում դատավոր ընտրելու համար, այսպես գումար մինչ հիմա չի ծախսվել։ Այս Crawford անունով տեսնում եք բիլիոնատեր մեկ անձնավորություն իրեն օգնում էր, այստեղ տեսնում եք Սորոսը, իսկ մյուսին օգնում էին Իլոն Մասկ եւ Թրամփը եւ նրանք, տեսնում եք այսպես ընտրությունը, բայց ամենայն դեպս արդյունքը եղավ իշահ դեմոկրատներին եւ մտահոգություն նախագահ Թրամփին եւ Իլոն Մասկին։ Ես պիտի խոսեմ հիմա այնինչ որ Ֆլորիդայում ներկայացնի տան աթոռ թափուր էր մնացել, երբ որ նախագահ Թրամփը իր անվտանգության կազմի ղեկավար ընտրել էր Ֆլորիդայի մեկ ներկայացնի տան անդամ էր ընտրել, որպեսզի այդ աթոռը զբաղեցնի, ու աթոռ թափուր էր մնացել։ Ուրեմն այնտեղ ընտրություն էր տեղի ունենում Ֆլորիդայում, որ իրեն ով պիտի փոխարինի, որ շատ կարևոր էր թե ռեփաբլիկանների համար, թե դեմոկրատների, որովհետև հիմա 220 ռեփաբլիկաններ կան ներկայացնի տան մեջ, 215 դեմոկրատներ կան։ Ուրեմն եթե չընտրվեր հիմա այն, որ ռեփաբլիկաներ ընտրվեց, դժվար կացության մեջ պիտի լիներ կուսակցությունը, նախագահը, ներկայացնի տան որոշումների վրա պիտի ազդեր։ Ես մենակ ուզում եմ արդյունքը հիմա ցուցադրել այստեղ տեսնում եք ուրեմն Randy Fine մեկ ռեփաբլիկան ընտրվում է 53%-ից ավել իրեն պատկանող, իսկ դեմոկրատը 45.5%։ Ուրեմն այդ աթոռը Ֆլորիդայի մնում է ռեփաբլիկանների մոտ եւ այդ արդյունքը սա է լինում, որ էլի մնաց 220 ռեփաբլիկաններ, 215 դեմոկրատներ։ Ասացի սա կարևոր էր մանավանդ ռեփաբլիկանների համար, եթե այդ աթոռը չընտրվեր, այս Fine անունով անձնավորությունը, որ նահանգային սենատոր էր, իր տեխնացությունը դրել էր, նախագահ Թրամփը խիստ իրեն օգնության եկավ, գումար հավաքեցին ռեփաբլիկանները, ամենայն դեպս հաջողեն է ռեփաբլիկանը Ֆլորիդայում։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից, սենատոր Բուքերի մասին, Նյու Ջերսի սենատորի մասին խոսեմ, որ այսօր ռեկորդ արձանագրեց, տեսենք ինչի մեջ այս դեմոկրատ սենատորը ռեկորդ արձանագրեց, իսկ ծրագիրը հովանավորում է Ալեքս Արոնյանն է հովանավորում ծրագիրը։ Դուբայում Ալեքսը այնտեղ այսպես առ վաճառքի բնակարանների աշխատանքի մեջ է եւ լայսենս ունի։ Եթե այստեղ ուրիշ հեռուստաալիքներով այսպես ռեգլամ է տեղի ունենում, որ անձիկ ինչ որ վաճառում են, իրենք լայսենս չունեն, այլ այնտեղ մարդ են գտնում, որ նրանց միջոցով կարողանան բնակարան վաճառեն։ Իսկ դուք ուղղակի կարող եք Ալեքսի հետ կապեք եւ եթե քանդո եք ուզում գնեք Դուբայում, բնակարան եք գնում, ուզում գնել Դուբայում, Դուբայում, կարող եք զանգարեք այս հեռախոսը համարին։ $135,000 սկսվում է 20% down payment հարկավոր է եւ մնացածը տարիների ընթացքին։ Դուբայում տոկոս իրավունք չունեն տոկոս վերցնելու։ Ինչ որ պարտքեք, դա եք վճարում։ Ամերիկայի նման չի, եվրոպական երկրներ, Իրան եւ այլն այդպես չի, որ եթե մի բան կամ Հայաստանում մի բան կնում եք, պետք է տոկոս վճարեք։ Պարտքեք վերցնում, պետք է տոկոս վճարեք։ Դուբայում այդպես չի, դա հարամ է համարվում եւ իրավունք չկա տոկոս վերցնել անձից։ Ուրեմն եթե բնակարան կնեք 135,000-ից սկսյալ եւ ավելի 20% դամ կարող եք տնեք եւ վիզա եք ստանալու 10 տարվա համար, golden վիզա եք ունենալու, յուրահատուկ
վիզա եք ունենալու, որ կարող եք հանգիստ գնալ, վերադառնալ առանց խնդիրների։ Այս հեռախոսահամարը անպայման ձեզ մոտ նշանակեք։ Primate Pharmacy հովանավորում է ծրագիրը Highland եւ Glen-Oaks փողոցի հատման կետում է գտնում հեռախոս շատ հեշտ է 818 6 307 6 Եթե դուք կողջ եք տեղատունից, որ տեղ եք ստանում, զանգարեք այս հեռախոսահամարին։ Ամենայն դեպս ձեր տեղերը կբերեն ձեր տանը կհասցնեն։ Քարավան ռեստորանն է հովանավորում ծրագիրը Grand View-ին շատ մոտ է Glen-Oaks փողոցի վրա է Քարավան ռեստորանը։ Եվ այնտեղ ճաշ կարող եք ունենալ, ընթրիք կարող եք ունենալ, իսկ նաև հարիսա են ամեն օր հարիսա է առաջարկում Քարավան ռեստորանը։ Ծրագիրը հովանավորում է Երևան Shipping հովանավորում է ծրագիրը։ Երևան Shipping երկու կենտրոն ունի։ Lancashire փողոց North Hollywood-ում, Glendale-ում, Palmer փողոց Adams եւ Palmer-ի հատման կետը Palmer-ի վրա է Երևան Shipping-ը $100 գումար ուղարկեք ընդամենը $1 եք վճարում ոչ միտեղ այսպես բան չկա 3, 4, 5% պիտի վճարեք եթե գումար ղրկեք Հայաստան $500 գումար ուղարկեք $5 եք ընդամենը վճարում խիստ իջեցրել են զատիկը մեր մի քանի օրից հետո զատիկ է ձեր ազգական բարեկամներին գումար եթե պիտի փոխանցեք այցելեք անպայման Երևան Shipping իսկ ծանրոց ունեք ղրկելու փոխարեն գիտեք ծովի միջոցով օվկիանոսի միջոցով առնվազն 2.5 ամսից 3 ամիս է տևում օթանավով դուք մի քանի օր հետո ձեր ազգականը կարող է եթե նվեր ուղարկեք կստանա մի փաունդը $2.99 է կվերադառնա Health and Human Services այն նախարարությունը որ առողջապահական հարցերով է այս երկրի զբաղվում Medicare, Medicaid, որ այստեղ Medical է կոչվում, բոլոր այդ նախարարության միջոցով է տեղ ունենում։ Ամենախոշոր բաջեթ ունի այս նախարարությունը, անգամ պաշտպանության նախարարության բաջեթից ավել մեծ է։ Հիմա խիստ կրճատումներ է տեղի ունենում 10,000 նախապես հանել էին աշխատանքից, նորից մի 10,000 էլ այդ նախարարությունից իջեցնում են։ Իսկ նախարարը, որ Ռոբերտ Քենեդի կրտսերը ջունիորն է, այդ նախարարը ասում է այս կրճատումները, որ ինչ որ կատարում ենք, չպիտի ազդի որևէ անձի այդ բժշկական հարցերի վրա ասում է նախարարը իհարկե։ Եվ ինչ կրճատում որ լինում է Medicare-ին, Medicaid-ին, քիչ հետո պիտի ցույց տամ դա, որ drug-ի այդ տեղերի approval-ին չի ազդելու։ Իսկ մեկ սենեթոր Brooker անունով New Jersey սենեթորը սա այս սենեթորը այս Թրամփի այդ կրճատումները մարդկանց աշխատանքից հանելը եւ մտահոգված որ անպայման տարեցների վրա ազդելու է ինչ որ ասում է այս սենեթորը իհարկե այդ պատճառով բարձրացավ եւ այսպես հաճախ լինում էր ֆիլիբաստեր էին անում, բայց սա ինքը սենեթում ռեկորդի հիմա ունեցավ, որ 25 ժամ եւ 5 րոպե կանգնեց խոսեց։ Այսքան թղթեր բերում են, կարդում էր կամ խոսում էր։ Ամենամեծ ռեկորդը ուներ 1959 թվականից մեկ սենեթոր Storm Thurmond անունով, որ այն ժամանակ 1957 թվին կանգնում է խոսում է ինքը այդ ժամանակ այս սենեթորը դեմոկրատ էր, բայց տարիներ հետո դարձավ ռիփաբլիկան։ Ամենատարեց սենեթորն էր, որ ծառայել է այս երկրում 100 քանի տարեկան էր դեռ սենեթոր էր, ծառայում էր այս երկրին, ասացի երբ երիտասարդ էր այդ սենեթորը, այս որ
սկսեներին այդ խոսքերը, որ սևերը պետք է նույն առիթ ունենան, նույն South Carolina նահանգից էր, հարավային նահանգները հին ժամանակ ստրուկներ ունին։ Ուրեմն այդ գաղափարով բարձրացել էր, ասում էր սևերին առավել իրավունքներ տալ եւ ինչ հարկավոր չի։ Իհարկե հետո եկավ ասած, որ ես սխալվել եմ, սևերը նույն իրավունքներ ունեն, բայց այդ օրը 1957 թվին 24 ժամ եւ 18 րոպե անգամ իր տապատի մեջ քսակներ էր տրել, որ եթե պիտի մեզեր, մեզում էր այդ քսակների մեջ ամենայն դեպս անգամ պետք է պատահել, որ այստեղ ես բացատրել էի այդ քսակներից մեկը ծագում է, դժվարություն է լինում, ամենայն դեպս ուրեմն ինքը ռեկորդ ուներ 1957 թվին։ Իսկ հիմա Senator Brooker New Jersey-ից այդ ռեկորդը կոտրել է 25 ժամ եւ 5 րոպե։ Ինքը մի կարճ ժամանակ մեկ ուրիշ սենեթոր, որը Connecticut-ի սենեթոր Murphy անունով, երբ ինքը գնում է, նա խոսում է։ Գիտեք, մեկ սենեթոր երբ որ խոսում է, չի կարող իրեն կրճատել։ Միթե որ սկզբից որոշել են ամեն մարդ 2 րոպե խոսա։ Իսկ երբ գալիս է բեմը վերցնում է ինքը, որ մեկը չկա այդտեղ, մինչև ինչքան ժամանակ ուզի կարող է խոսի եւ իրեն չեն կարող ասեն դու չես կարող շարունակես։ Ես ուզում եմ սենեթոր Brooker-ին ցույց տամ, այս սենեթորն է Նյու Ջերսիի, պատկերացրեք 25 ժամ արթուն ոտքի վրա այդպես խոսեց։ Այստեղ տեսնում եք մարդիկ եկել են, որ աշխատանքից անել են 10,000 աշխատանք միայն Department of Health and Human Services նախապես նաև 10,000 անել են։ Որ դեպարտմենտներից է CDC, Center for Disease Control, Food Drug Administration 3500 քո աշխատանքից անել են, National Institute of Health, որ այստեղ բոլորի գիտնականներ են մեծ մասամբ աշխատում են, հիվանդություններ եւ այլն 1200 հոգի, CMS-ը, որը Medicare եւ Medicali եթե նամակ ստանում են տարեցները, տեսնեն բարձրունքում գրված է CMS 300 այդ մասից, սրա վրա էր, որ նախարարը Քենեդին ասում է, բայց անձիքի Medicare-ին եւ Medicali-ին չի ազդելու։ Հիմա այս խոշոր կրճատում է ինչ որ տեղի է ունենում տարբեր դիվիզիաների, դիվիժնների, որը օրինակ մեկը, որ HIV այդ HIV հիվանդության աշխատանք էր կատարվում այդ մասին, այդ դեպարտմանից նաև կրճատում է եղել, որ կարող է հետո ավել արագ վարակվի։ Տեսնում եք ժողովուրդն է դուրս է եկել, բողոքի ցույցեր են կատարում, ասում են, այստեղ մեկ հոգի աշխատանքից անել են Republican Senator-ը, այդ ջակետը ձեռքն է հետ է վերադառնում, ասում է դու քեզ լավ ես զգում, որ այսպես կրճատում է կատարել, ես աշխատում եմ կառավարության համար, ինձ աշխատանքից հանել եք, ասում է երիտասարդը իրեն։ Եվ այս սենեթորը, իհարկե իր թիկնապահներն եք տեսնում, բոլոր սենեթորին միշտ պաշտպանվում են սենեթորները, ասում է մենք պետք է կրճատումները կամ հանենք աշխատանքից մի խումբի, այդպես տեսնում եք։ Այստեղ սենեթոր Brooker-ին եք տեսնում, որ ասացի, տեսնում եք խոսում է, կարդում է, անընդհատ իրեն աշխատակազմը բերում են թղթեր, որ ինչ որ սկզբից պատրաստել են, կարդում են, պատկերացրեք 25 ժամ։ Այդ սենեթոր Murphy-ը, որ ասացի, մի քանի րոպե երբեմն գալիս էր, որ ինքը այդտեղ կանգնած է լինում, որպես դուք գիտեք, երբ որ այդքան ժամանակ խոսեք, չորանում է բերանը։ Եթե ջուր խմեք, պետք է զուգարան գնաք, պետք է պետքարան գնաք, ուրեմն տեսեք այդ բալանսն էր, որ կարողանում է պահի այդքան երկար ժամանակ խոսի, բացի մի կարճ ժամանակ, որ մի քանի րոպեով գնում է զուգարան, մի փոքր բան է ուտում ու վերադառնում է գալիս է ու այդքան երկար, ուրեմն ռեկորդը հիմա ունի 1957 թվից ոչ մի սենեթոր չէր կարողացել։ Ted Cruz Republican Senator էր, որ 2013-ին
ինքը նաև աշխատեց երկար ժամեր խոսել 21 ժամ եւ 19 րոպե, բայց չկարողացավ 2013-ին Termond-ի 1957 թվի ռեկորդը կոտրել եւ հիմա այս Senator Brooker-ը կարողանում է ունենալ ռեկորդը։ Ես պիտի դադարվեցնեմ, երբ վերադառնամ դադարից թերիֆի մասին, հարկերի մասին խոսեմ, որ նախագահը պահանջում է Բոստոնին վերաբերող մեկ նյութ թրակ շրջվում է դրան ցուցադրեմ ձեզ, որ մտահոգությունը ստեղծեց նախնական ժամերին։ Իսկ ծրագիրը հովանավորում է Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում։ Եթե դուք մի բնակարան եք վարձել, դա կլինի ապարտման կամ կլինի առանձնատուն, եթե այնտեղ մրցուն կա, միջադներ կան այդ unit-ի մեջ կամ հարկաբաժնի մեջ կամ մուկ կա, այդ բնակելի չի, այդ տունը պետք է բնակելի լինի, դա բնակելի չի։ Զանգահարեք այս հեռախոսահամարին, խորհրդակցեք։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Բարսեղյան եւ Մահտեսյան, երկուսը ատամնաբույժներ են։ Եթե ատամի հետ խնդրեմ ունեք, պետք է պրոթեզ տեղադրեք, ատամները լինդը պետք է արյունոսություն ունի, մաքրման կարիք ունի, ուրիշ խնդիրներ ունեք, որևէ հարց է ատամնաբուժական, զանգարեք այս հեռախոսահամարին։ Ալիև եւ Գլենոքս փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում։ Vivaldi Banquet Hall կամ venue եւ catering-ը հովանավորում է։ Vivaldi venue եւ catering հովանավորում է ծրագիրը 3 սրահներ ունի 120, 150, 300 տարողությամբ, նաեւ ամեն օր ճաշ է առաջարկում 10-ից 12 հոգու համար, մեկ անգամ պատվիրեք, տեսեք ինչքան շատ է այդ ճաշը։ Կամ եթե երեխաների համար կնունք տարեդարձ եք կատարում, երեխաների համար 10-ից 12 հոգու համար ընդամենը $150 է, ամեն ինչ ներառված է, փորձեք մեկ անգամ զանգարելով այս հեռախոսահամարին։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Թավանսի հովանավորում է աչքի վիրահատող բժիշկ է, surgeon է։ Եթե լենզ պիտի տեղադրեք, զանգարեք, ժամադրություն վերցրեք։ Իր գրասենյակը 2 շաբաթ, 3 շաբաթ է տեղափոխված է 240 South Jackson փողոցի վրա է գտնվում, unit-ը 310։ Հեռացայինեք, ժամադրության համար կվերադառնա։ Նախագահ Թրամփը որոշել է, որ ապրիլի 2-ն է լինելու, այսօր ինչ որ ես հետ խոսում եմ ապրիլի 1-ն է, վաղը 2-ն է, ուրեմն գիշերվանից, նրանից հետո ասում է ինչ որ մեքենա մասնիկները, փարթերը մեքենաների կա այստեղ ուրիշ դրսից գալիս է պետք է հարկ վճարեն։ Հարկ վճարելը տնտեսագետները արտահայտվում են, որ սա մարդիկ պիտի վճարեն։ Այսինքն եթե մի բան գալիս է այստեղ հարկ պիտի պահանջեն, ով է վճարելու, նա որ պիտի կնի։ Ուրեմն գնողներն են, որ ավել պիտի վճարեն։ Նախագահին ասում են, նախագահը ասում է ինքը քեր չի անում, կամ կարևոր չի իր համար կինը կբարձրանա, բայց հետո ավել էժան կդառնա, երբ որ այս երկրում կզարգանա ներքին բիզնեսը կզարգանա, ուրեմն էժան կլինի այստեղ հետո, բայց հիմա այս ժամանակ, որ դժվար կացություն կարող է լինի հանրության համար։ Հիմա քիչ հետո պիտի ցույց տամ, որ 58%-ով մարդիկ դեմ են, ինչ որ Թրամփը ուզում է այս հարկերը պահանջում է, 48% հանրությունը համաձայն է, որ ինչ որ դրսից ներմուծվում է այստեղ հարկ վճարվի։ Հարկը վերջերիչո մարդիկ պետք է ավել շատ վճարեն։ Օրինակ մեքենաները քիչ հետո կարող տեսնեք 3000-ից 5000 այստեղ պատրաստող մեքենաները կարող է թանկանա, դրսից գացող մեքենաները 8000-ից 20000 կարող է թանկանա եւ ամեն ինչ այսպես մի բան թանգանում է, բարբերաբար ամեն ինչն է թանկանալու։
Ես այստեղ ուզում եմ հիմա ցուցադրել նախագահն է ինչ որ տեսնում եք ասում է թերիվ վաղը ասելու է մանրամասը ինչպես է տեղի ունենալու թերիվը արդեն 20% ինչ որ Չինաստանից գալիս է հարկ են վերցնում եւ ալյումինիում եւ ստիլ որը մեծամասնություն գալիս է կանադայից հարկ է պահանջում նախագահը արդեն որոշ ապրանքներ կանադայից 25% նաեւ գալիս է այստեղ մեքսիկոից եւ ինչ որ մեքսիկոից է գալիս արդեն գինը բարձրացրել են 25%-ով այստեղ տեսնում եք հիմա մեքենայի հարցի վրա ինչ որ ասացի 25% բոլոր մեքենաները որ դրսից պետք է բերեն այստեղ հարկը 25% ավելանում եթե մեքենան որ ամենաեժանը $20,000 է 5,000 կթանկանա այստեղ տեսնում եք տարբեր տեղերում որ բիզնեսի տերերը բոլորը մտահոգություն են արտահայտում մտահոգ են որ դա ինչպես պիտի ազդի այս երկրին ասացի 58%-ով ժողովուրդը չի հավանում ինչ որ Թրամփը ուզում է այս հարկերը պահանջի որովհետև իրենք ավել գումար պիտի ծախսեն 48%-ով ժողովուրդը համաձայն է այս հարցին ես ուզում եմ շարունակել հիմա խոսել Բոստոնում մեկ ակսիդենտ տեղի ունեցավ Բոստոնի Chinatown ինչպես այստեղ downtown-ում Chinatown գոյություն ունի ուրիշ քաղաքներում գոյություն ունի Բոստոնում նաև գոյություն ունի մի տրակ գալիս է եւ տեսնեք ինչ է լինում մտահոգությունը սա էր կարող է սա որտեվ Բոստոնում terroristական ակտ շատ է տեղի ունեցել երբ որ այսպես վասկի մրցություն կար եւ այլն այնտեղ terroristները կրակերն էին ռումբ էին տեղադրել հիմա ուզում եմ ցույց տալ առաջին վարքյաններում կարծում էին այս տրակը վարձու տրակ է ինչ որ այդտեղ տեսնում եք Penske տրակը բայց հետո թվում է որ այդպես չի վարորդը խնդրեմ ունենում սա ոստիկանապետը եւ տատախազն է որ մտահոգված նրանք նաեւ գնում են այդտեղ բայց կարծեք թե terroristական ակտ չի 6 հոգի վիրավորում են ինքը վարորդին հազիվ են կարողանում մեքենայի միջից հանեն եւ 4-ը հիվանդանոցում են հույս ունեն որ բացի մեկ հոգի մնացածը ավելի քիչ թեթև դժվարություն է Penske ընկերությունը ասում է մենք լրիվ համագործակցում ենք ղեկավարության հետ ըստ մեր տվյալների վարձված էր այս տրակը մեկ տրակին կամփնին վարձու տվեց եւ կարծում են որ նպատակ չի եղել այլ ինչպես վթար է տեղի ունեցել այստեղ ես պիտի դադար վերցնեմ երբ վերադառնամ դադարից պիտի խոսեմ Լեոնի Մանջիոնի մասին որ սպանել էր Ամերիկայի ամենամեծ health insurance ընկերության ղեկավարին դրա մասին խոսեմ նրանից հետո պետք է deportation-ի մասին որ երկրից վտարեն են ոմանց դրա մասին պիտի խոսեմ M&M Liquor Market-ն է հովանավորում ծրագիրը եթե զատիկ է գալիս անպայման երևի ուրախ ժամեր պետք է ունենաք խմիչք երևի պետք է լինի գինի գարեջուր վիսկի ինչ որ պիտի գնեք այցելեք M&M Liquor Market գտնվում է 1951 West Glenox փողոց Գլենդելում է բայց Բերբանկի հարևանության Glenox փողոցի վրա հովանավորում են այս ծրագիրը դուք իրենց հովանավորեք ձեր առևտուրը անելով այդտեղ ծրագիրը հովանավորում է նաև Hollywood Piano հովանավորում է 1928 թվականից աշխատում է Hollywood Piano-ն երևի արդեն մասնագետը պիտի լինեն դաշնամուր որևէ տեսակ դաշնամուր ուզեք այդտեղ կգտնեք փոքր մեծ $1,000-ից մինչև $500,000 դաշնամուր կա այնտեղ ծրագիրը հովանավորում է Raffi's Market հովանավորում է ծրագիրը իրենք պատրաստի ճաշ ունեն եթե դուք ժամանակ չունեք պատրաստելու Raffi's Market նա նաև այս խանութը նաև գտնվում է Burbank-ում Glendale-ի հարևանության
Court Furniture ովանավորում է ծրագիրը։ Court Furniture Ամերիկայի ամենախոշոր ֆուրնիչերի խանութն է, եթե բոլոր խանութները նկատի առնեք 100 խանութ ունի Court Furniture-ը։ Գլենդելում Central եւ Myrtle խանութ Central եւ Myrtle փողոցի հատման կետում է գտնվում։ Orange County-ում Yokled եւ 405 freeway-ի հատման կետում։ Նաեւ Santa Ana քաղաքներում այս մեր շրջաններում։ Իսկ որտեղ ապրում եք, Բոստոն եք ապրում, Նյու Յորք եք ապրում, զանգարեք, տեսեք որը կլինի ձեզ ամենամոտիկը կվերադառնա։ Դուք Լուիջի Մանջիոնին եք տեսնում, որ մի մեծահարուստի զավակ է եղել ինքը, շատ լավ կրթություն է ստացել, վերին աստիճանի խելացի անձնավորություն էր, մեջքի պրոբլեմ է ունենում ու ինշուրենս ունենում, բժիշկի է գնում, ահա այսպես, թվում է, որ շատ բարգանում է այս health կամ առողջապահական ինշուրենսների վրա։ Գիտեք, այս երկրում նրանք, որ աշխատում են, եթե ընկերությունը ինշուրենս չի տալիս, անձը պետք է առողջապահական health insurance գնի, նախ որ շատ թանկ է եւ ինչ որ ներկայացնում եք ինշուրենս ասում է սա քո այդ contract-ի մեջ, համաձայնագրի մեջ այս մեկը չկար, մենք չենք կարող սա վճարենք։ Ու այս եւ շատ ուրիշներ մտածում են, որ այս առողջապահական ընկերությունները ժողովրդին կողոպտում են, բիլիոնավոր դոլար շահ ունեն այս health insurance ընկերությունները, ուրեմն թվում է դեռ մինչև ինքը չի արտահայտվել, նախատեսում են ուրիշ գրություններ, որ իր social media-ի վրա գրեն է, այդ բողոքները այդտեղ ներկայացրել է, ոչ թե այս սպանությանը ենթադրում է փոլիսը, մասնագետները, որ կարող այդ է պատճառը եղել, որ գնացել է սպանել։ Ինքը կամ իր ընտանիքը այդ ընկերության հետ contract չեն ունեցել։ Իսկ Ամերիկայի ամենամեծ health insurance ընկերությունը, երբ որ համագումարն ունեին Նյու Յորքում, առավոտը ժամը 6:40 այդ ընկերության ղեկավարը 50 տարեկան անձնավորություն փոքրիկ երեխաների տեր հայրն էր, փոքրիկ երեխաները փոքր էին, ուրեմն առավոտը շուտ գնում կրակում է, սպանում է այդ health insurance-ի Brian Thompson անունով, ասացի ամենամեծ health insurance ընկերության ղեկավարին սպանում է, հիմա այստեղ իրեն պիտի դատի տան։ Ասեն են տատախազություն, տեսնում եք այդտեղ կրակեց, մեջքից գնաց ու կրակեց, այստեղ իրեն տեսնում եք դատարան տանելիս։ Հիմա թե նահանգային դատ ունի, թե federal government-ը, կենտրոնական կառավարությունը իրեն պիտի դատի տա, ասեն են, որ եթե մեղավոր հանի ջուրին լսելուց ամեն ինչ, երբ դատավարություն լինի, որ մի քանի տարի կտևի սրա դատավարությունը շատ այսպես complicated կամ դժվարին հարց է լինելու։ Ամենայն դեպս դատախազությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների պահանջում է, որ եթե մեղավոր լինի, կախաղան իրեն բարձրացնեն, դա է առաջարկում այս երկրի դատախազությունը։ Ես ուզում եմ երկրից վտարել նախագահ Թրամփը անօրինականներ, իրենց մեջ անօրինականների հետ նաև մարդիկ, որ իրավունք ունեն այստեղ երկրից վտարեն են, տեսնենք, գնանք անցնենք առաջ, տեսնում եք այսպես մանավանդ Վենեսուելայից եկած նաև մարդասպաններ, որը Էլ Սալվադոր են ուղարկում, բայց զարմանալիորեն Էլ Սալվադորի կառավարությունը ասում է, ես բոլորին կընդունեմ, կին չեմ ընդունում, ստիպված են լինում այդ կանանց հետ բերեն Ամերիկա։ Հիմա մեկին նաև, որ որևէ criminal history չունի, որևէ գանգի անդամ չի, նրան նաև երկրից հանելն են, հիմա կառավարությունը, այսինքն Թրամփի վարչակազմը ընդունում է, որ այդ որևէ ոճրագործություն տեղի չի տվել, բայց ասում է չեն կարող ընդունենք, եւ նա մանավանդ նախագահը պահանջում է, նախագահ Թրամփը, որ նրանք, որ այստեղ տեսնում եք Էլ Սալվադորի նախագահն է, ինչ որ ասում է կանանց չենք ընդունում, տղամարդկանց ընդունում ենք, բայց կանանց չենք ընդունելու։ Հիմա
այս կանայք են, որը երեխա ունի նաև երկրից հանել են, ստիպված են լինում բերել այստեղ պահեն իրենց։ Հիմա այսպես տեսնում եք, սա է Մերիլենդ անձնավորություն Էլ Սալվադորից իրեն դատավորը ասել է, որ հետ վերադարձրեք այստեղ, այնտեղից հետ վերադարձրեք այստեղ եւ այսպես տեսնում եք, այսպես խնդիրներ է ստեղծվել, որ նաև անմեղներ երկրից հանվել են։ Իհարկե այստեղ փաստաբանն ասում է, այս որևէ gang member չի, ոչ մի case չունի, ոչ մի խնդրեմ չունի, այսպես բողոքներ կա հիմա այդ մարդկանց ինչ որ երկրից հանել են։ J.D. Vance փոխնախագահ ասում է, այս մարդը անօրինական է եւ իրավունք չունի այս երկրում լինի, հիմա բողոքում են մարդիկ, ասում է փոխնախագահը այս երկրի, այսպես տեսնում եք։ Եվ նաեւ նախագահը ասել է համասարաններում, ով հрьяաների դեմ դուրս կա բողոք ներկայացնի, պետք է երկրից վտարեն։ 58% ամերիկացիները այս deportation-ի հետ համաձայն են, այսինքն Թրամփի այս աշխատանքը հավանում են, որ դուրս անեն այս deportation-ի հետ համաձայն։ Տեսնում եք, այս մի մայր է այդ արտասահմանում, ասում է, իմ աղջկաս նաև վտարեն են, մտահոգություն էր այդտեղ հայտնում։ Ես հիմա ուզում եմ շարունակել ծրագիրը եւ ձեզ ցուցադրել մեկ անձնավորություն բժիշկ է սա։ Հովայիում իր կնոջ հետ գնում են այնտեղ, չափահաս երեխա ունեն նաև։ Իր կնոջը այսպես ժայռի վրայից ցած է գցում կնոջը, որը սպանի։ Այսպես տեսնում եք, կնոջը ամենայն դեպս հիվանդանոց են հասցնում, իրեն կնոջն եք տեսնում ու չի մահանալու կինը։ Բայց իր տղայի հետ խոսելիս, որը չափահաս է տղան, ասել է, որ ես ուզեցի, այսինքն իր մայրիկին, բայց ասում են նա կարողացավ փախուստ տա։ Այսպես հիմա կտեն են, ուրեմն միցև խոստովանություն է սա, դրա համար դատավարություն է լինելու, այսպես տեսնում եք իրեն այդ խոսակցությունը։ Իրեն դատարանում եք տեսնում այդտեղ գլուխը ներքև տեսնում եք իրեն, որ նախնական ներկայանալն է դատավորի մոտ, որ հետո պետք է ներկայանան, դատավարություն լինի, փաստաբանը իրենց տվյալները ներկայացնեն, դատավորը իր, այսինքն դատախազությունը նաև ներկայացնեն, որ ինչպես պիտի պատժեն այս անձնավորությանը։ Ես ուզում եմ ձեզ ցույց տալ փոթորիկ է տեղի ունենում Ամերիկայով մեկ փոթորիկ է տեղի ունենում եւ այսպես տեսնում եք այս ծառը տեսեք ինչ հզոր ծառը, մեծ ծառը վայր է գցել այս փոթորիկը եւ South Carolina, այսպես փոթորիկ տեղի ունեցող թորնեդո է տեղի ունենում 2/3 Ամերիկայում փոթորիկ քամի տեղի ունեցող է որոշ տեղերում պատկերացրեք հենց հարավ արևելյան նահանգներում կարկուտ է իջնում հետո նաև 15 ինչ անձրև է իջել որոշ տեղերում պատկերացրեք 40 սանտիմետր հարավ արևելյան տարածքներում այսպես անձրևներ է տեղի ունենում եւ նախատեսում են որ վաղը ավել վատտրություն է լինելու Ֆլորիդա այսպես հյուսային հարավային Կարոլայնաները այդ տարածքում եթե բնակվում եք պետք է ուշադիր լինեք ես պիտի դադար վերցնեմ երբ վերադառնամ դադարից շարունակեմ ծրագիրը այս ծրագիրը հովանավորում է Անդրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը եթե bankruptcy պիտի ֆայլ անեք եթե հրդեհ է տեղի ունեցել ձեր տանը կամ բիզնես կենտրոնում եւ նաեւ accident եք ունենում, ավտովթար եք ունենում, զանգարեք այս հեռախոսահամարին։ Նաղաշլավաշն է հովանավորում ծրագիրը, գնում եք նպարատուն այս տեսակ վերշեք, հովանավորում են այս ծրագիրը, դուք էլ իրենց արտադրանք վերշեք, իրենց հացը կնեք խանութներից։ Ծրագիրը հովանավորում է, պարոն Էդվարդն է հովանավորում ծրագիրը, եթե բիզնես ունեք,
Էլ չեք ուզում շարունակեք, ուզում եք վաճառեք, այս հեռախոսը համար ձեզ մոտ նշանակեք։ Հիմա կամ հետո ձեզ մոտ պահեք հեռախոսը, երբ որ ուզեք ձեր բիզնես վաճառեք, հեռախոսը համար Նեպարեն Էդվարդի զանգարեք։ Jackpot հովանավորում է ծրագիրը, Jackpot-ը ձեզ է առաջարկում թահանգաքաղաքում է $5, ամեն ինչը հիմա 10-ից 50% զեղչ է առաջարկում, բայց կարող եք գնել կոշիկներ, որ մինչև հիմա շատ ավելի բարձր գին ուներ, ընդամենը $5, բոլոր ինչ որ տեսնում եք, ընդամենը $5 է ինչ որ առաջարկված է, այցելեք Jackpot կվերադառնա։ Համերգ է տեղի ունենալու 5-շաբթի ապրիլի 10-ին երեկոյան ժամի 7-ին ի հիշատակ Օֆելիա Համբարձումյանի, նաև այդ համերգին մասնակից է այստեղ տեսնում եք Գևորգ Չակմանյանը եւ անվանի երգիչներ նաև այդտեղ մասնակից են լինելու։ Տոմսերի համար զանգարեք փաստարի վրա երևացող հեռախոսը համարի։ Մյանմար երկրում, որ ձեզ հաղորդել էի, երկրաշարժ տեղի ունեցավ 7.7 Ռիխտերի սկեյլի վրա, սա շատ հզոր երկրաշարժ է, պատկերացրեք Լոս Անջելեսում, Հայաստանում մոտարապես 6.7 հզորությունն ուներ, սա 10 անգամ ավել հզոր է, ամեն մեկը այդպես 10 անգամ ավել հզոր երկրաշարժ էր, մինչ հիմա 2000 հոգու դիակ են ճարել, նախատեսում են 10,000 հոգի մահացած լինի, իսկ այսօր արդեն 4 օր անցել է, մեկ 65 տարեկան կնոջ կարողանում են փլատակների տակից հանել ազատել իրեն եւ տեսնում եք նաեւ ուրիշ երեխաներ եւ այլն վնասվել են, ամենայն դեպս կարողանում են փրկեն այս կնոջը։ Ես ուզում եմ ձեզ ցույց տալ Antarctic եւ հարավային Ամերիկայում մարդիկ գնում են այնտեղ այցելելու, հանկարծ ծովը ալեկոծվում է, սա նավի մեջ են, տեսեք ինչպես ամեն ինչը դժվար է լինում, աշխատում են փախուստան թաքնվեն, բայց ու կարելի է թաքնվել։ Ես հիմա ուզում եմ շարունակել ու խոսել մեղուների մասին։ Մեղուները նախ որ այդ մեղրը ինչ որ ստանում ենք շատ պակս է թիվը, իսկ փետակների մեջ պահում են եւ հիմա գողերը շատացել են, այս մեղուներին գողանում են, անցնենք առաջ, որ տեսնում եք այստեղ սա տեղի ունենում հենց Կալիֆոռնիայում, այս աշխատանքը տեղի ունենում, տեսեք փետակների վրա մեղուները ծառերից, ծաղիկներից, այսպես օգտվելով քալնի ունեն, գաղութ ունեն, catastrophic honeybee deaths, նախ որ շատ մահանում են, 1.1 միլիոն այդ քալնիները կամ գաղութը կորերը հունիսի 24-ից անցյալ տարի մինչև փետրվարի 2025-ը 1.1 միլիոն ավել քիչ մեղու կա, այսպես վերանում են, մահանում է մեղուն, որը մեզ համար շատ վնասակար է։ Իսկ հիմա դա մեկ խնդրեմ է, իսկ նաև գողերը շատ շատացել են, գնում են այս փետակները, գողանում են, հիմա դրա համար իրենց վրա դնում են tracking device, փոլիսը հետևում է, տեսնում եք այսպես, այս գողացածն է տանելիս 87%-ով 2013 թվից գողությունը շատացել է, 10,000 hives կամ փետակները գողացել են, որը 3.5 միլիոնից ավել արժի, գողերը կողոպտում կողանում են այս մեղուների փետակները, իրենք տանելով վաճառում են եւ փոլիսը հետևում ասացի tracking device հետևող հիմա ամեն փետակի վրա տնում են այդ մարդիկ, որպես եթե կողանում են, փոլիսը կարողանա իրենց հետևի։ Ծրագիրը եկավ իր ավարտին, ձեզ կհանդիպեմ վաղը, մի շնորհ հանդիպում։